Հոկտեմբերի 30-ին ուղիղ միացմամբ իր աշխատանքն է շարունակում ABC մեդիան, եթերում լուրերի երեկոյան թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, բարի երեկո։ Այժմի համար առանձնացրել ենք հետևյալ նորությունները։ 9 օր անց կալանավայրից նամակ է գրել Վարդան Ղուկասյանը, նազորակցություն է հայտնել կեղծ մեղադրանքների թիրախում հայտնվածներին։ Սրբազան պայքարի գործով անցնող Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, նիստը շարունակում է դռնփակ։ Հովհանավանքում կատարվող գործողությունները պղծություն են, Մայրաթորն այն որակում է որպես ուղիղ հարձակում եկեղեցու իրավունքի և հոգևոր կյանքի վրա։ Եվ վերջում ով է Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբանը և ինչպես է պաշտպանելու Վարդանյանին, երբ նրա սոցիալական էջերը ողողված են հակահայկական բովանդակությամբ։ Եվ այսպես 9 օր անց կալանավայրից նամակ է գրել Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իր ձերբակալության օրերին կանգնել էին իր կողքին և պաշտպանում էին Գյումրին։ Ղուկասյանի խոսքով այդ օրը գյումրեցիները ցույց են տվել հաստատակամություն և համախմբվածություն։ Իմ զորակցությունն եմ հայտնում ազատությունից հանիրավի զրկված իմ բոլոր հայրենակիցներին, ընկերներին, մերձավորներին, անչափահասներին, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի 4 կանանց, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից և իշխող կուսակցության ներկայացուցիչների մեկի ընտանիքի անդամ լինելուց։ Ես տեղյակ եմ, որ Վարդանանց հրապարակում խաղաղ բողոքի մասնակիցների շուրջ 5 տասնյակի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Առաջին-Ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթ է առանց ընդհատումների նոն-ստոպ ռեժիմով բավարարում է քննիչների ներկայացրած կալանքի միջնորդությունները։ Ես զորակցում եմ բոլոր նրանց, ովքեր հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում և դատապարտում եմ նրանց դեմ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։ Սիրելի գյումրեցիներ, անհոգ եղեք, թեպետ ընդհատվել են յուրաքանչյուր շաբաթօրվա մեր հանդիպումները, սակայն ժամանակավոր այդ ընդհատումը կլրացնի քաղաքապետարանի աշխատակազմը և հույս, և հավատ, և սեր։ Այս պահին Շենգավիթի դատարանում դռնփակ ընթանում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործի հերթական դատական նիստը։ Սրբազան պայքարի գործով անցնող Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, հայտնել է նրա փաստաբան Վարազ Դադարությունյանը։ Փաստաբանի խոսքով դատարանը հաշվի է առել Արշակյանի առողջական վիճակը և ընդունել պաշտպանության հիմնավորումները։ Խնդիր չկա, մենք համաձայն էինք բաց դատաբանի, դատարանը որոշեց դռնփակ, ինչև է խնդիր չկա։ Միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի Աղվան Արշակյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվի վարչական հսկողության առանց սահմանափակումների, որպեսզի էլեկտրոնային սարք չլինի ոտքին։ Գիտեք, բոլորը Աղվան Արշակյանը առողջական խնդիրներ ունի, կարողանա MRT հետազոտություններ անցնել եւ նաեւ ֆիզիոթերապիայով զբաղվել, դատարանը բավարարեց միջնորդությունը, տնային կալանք խափանման միջոցը վերացրեց։ Նաեւ ուզում եմ այս առումով ընդգծել, որ հանրային մեղադրանքի կողմը ներկայացնող դատախազներն էլ այդ առումով առարկություն չներկայացրեցին, այսպես։ Դատական նիստը դռնված ռեժիմով է շարունակվում։ Չի շարունակվելու, որովհետև եւս մեկ այլ միջնորդություն կա այլ պաշտպանի կողմից, այլ մեղադրյալի մասով, որը էլի դեռ չեմ լսել, չգիտեմ ճիշտ ասած, ոնց որ առողջական վիճակի չի, բայց հրապարակման ոչ հետակա փաստերի վերաբերյալ է էլի դռնփակ անցկացվել։ Դատական նիստին ներկա չէ պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ Փաստաբանը գրություն է ուղարկել դատարան, պահանջելով հետաձգել նիստը։ Առարկում է, որ իր փոխարեն հանրային պաշտպանը ներկա լինի։ Ի դեպ կալանավորված Տիգրան Գալստյանը դատարանը եկել անվասայլակով, նա առողջական որոշ խնդիրներ ունի։ Հայաստանի Հանրապետությունում գործող գլխավոր դատախազ եւ քննչական կոմիտեի ղեկավարները ստախոս են։ Հիմա սրա համար պատասխանատվություն կենթարկեք, խնդրեմ։ Ես իմ հայտարարությունն արեցի հանցագործության մասին, եթե ես իմ հայտարարությունը ուրիշ գործի արդյունք կլինի, խնդրեմ, պատրաստ եմ նաև այնտեղ լինել։ Դատորության մասնակից։ Ներողություն, որ այլ կերպով խոսեցի, բայց իրականության արձանագրում է։ Շնորհակալություն։
Զուգահեռ Ռոշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ընթանում է ժամերգություն ու աղոթ Քարագածոտնի Սրբազան հոր եւ մյուս կալանավորված հոգեվոր այրերի համար։ Իսկ Մայրաթորը հայտարարում է, որ հովանավանքը բռնազավթված է։ Տեղում ծառայության նշանակված երկու հոգևորականների Տեր Սարգիս Քահանա Սարգսյանի եւ Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանի գործունեությունը խաթարված է։ Իսկ նրանց նկատմամբ հնչում են սպառնալիքներ ու բռնության կոչեր։ Մայրաթորը սա որակում է որպես ուղիղ հարձակում եկեղեցու իրավունքի եւ հոգևոր կյանքի վրա։ Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով հովանավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր կանոնական կյանքի պաշտպանությանը եւ եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։ Աղոթում ենք, որ ամենակալ Տերն ապահով եւ անվտանգ պահի մեր երկիրը եւ անսասան մեր Սուրբ եկեղեցին։ Ամեն։ Հիշեցնեմ, որ հովանավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը։ Արդյունքում միայն ինքն ունի մուտքի բանալին, իսկ մյուս հոգևորականները չեն կարողանում մտնել եկեղեցի։ Իմ գործընկերները երեկ այցելել են հովանավանք եւ զրուցել Տեր Սարգսի հետ։ Մենք չենք ցանկանում պարակտում մտցնել մեր հավատացյալ ժողովրդի մեջ։ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսի ցանկությունն է հավատացյալներին չբաժանել։ Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը նորից պսակադրության կարգ է կատարել հովանավանքում։ Արարողության ընթացքում բնակիչները լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել։ Ինչ է լինում այն զույգերի հետ, որոնց պսակադրության արարողությունը կարգալույծ քահանան է կատարում։ Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Սարգիս Քահանա Սարգսյանի խոսքով, եթե զույգն անտեղյակ է քահանայի կարգալույծ լինելու մասին, ոչինչ չի պատահում, բայց հակառակ դեպքում, եթե գիտի եւ կամավորաբար գնում է, ուրեմն պիտի պատրաստ լինի նաեւ դրանից բխող պատասխանատվությունը կրելու, այսինքն կանեցք է դա ինչ որ պատիժ, չգիտեմ, ինչ որ կգա Աստծո կողմից, թող իրենք պատրաստ լինեն դա նույնպես ընդունելու։ Դեռ մեկ շաբաթ առաջ ոստիկանները փոխել էին հովանավանքի փականները։ Քահանային ասել էին, անվտանգության համար են փոխում։ Կարծել էին Փաշինյանի այցով է պայմանավորված, բայց այսօր վանքի բանալիները միայն Ստեփան Ասատրյանի մոտ է։ Ամեն մի եկեղեցու բանալին գտնվում է մոմավաճառի մոտ, ով որ առավոտյան գալով շուտ, սահմանված ժամին բացում է, մարդուն պատրաստում է եկեղեցին եւ այլևս հոգեվորական բոլոր հավատացյալները գալիս են եւ արդեն մաքուր պատրաստի եկեղեցում իրենց աղոթքն ու ամեն իրողություն կատարում են։ Հովանավանքի մոմավաճառի մոտ վանքից բանալիներ չկան։ Ասում է Ստեփան Ասատրյանի հետ գալիս է, հետ գնում տուն։ Այս գործերին չի ուզում խառնվել, տեսախցիկների առաջ երևալ։ Ասում է վաղը հաշվետվության է, գնա, գա, կհասկանա հետագա անելիքները։ Իդեպ վանքում մոմել չկար։ Ստեփան Ասատրյանը վանքում էր, քահանայական հագուստով։ Խորանի կողքին մի ընտանիքի հետ նստած զրուցում էին։ Ասաց մեկնաբանություն չի տալիս, կարևոր գործ է անում։ Բայց դրանից առաջ մեկնաբանել էր փականները փոխելու հարցը։ Վերափառի տված բնակարանի կողպեկն էլ են փոխել իդեպ, որտեղ աշխատող չէր։ Այստեղ փոխել եք։ Չէ, այստեղ չեմ փոխել։ Տեր Սարգիսն ափսոսում է, որ փականների փոխելու ընթացքը չի նկարել։ Չէր պատկերացնում, որ կհերքեն, իսկ եթե փոխված չէ, ինչու է մոմավաճառը ձեզ հետ գալիս հովանավանք։ Ինչու բանալի չունի։ Քահանա Սարգսյանը հոգևոր ծառայություն է մատուցում թեմի այլ եկեղեցիներում եւս։ Ասում է չի ցանկանում գնալ հովանավանք ու նախորդ միջադեպի պես եկեղեցում իրարանցման ականատես լինել։ Ոչ մի ծնող, երեխա կամ գիտակից մարդ չէր ցանկանա, որ իր պսակադրության արարողությունը վեճով ուղեկցվի։ Այդ տեսակ մտնոլորտի մեջ, քաշքշուկի մեջ կուզենայիք, որպեսզի անցկացներ
ձերից զավակի արարողությունը։ Կուզենայի։ Կարգալույց քահանան որոշել է դուրս չգալ վանքից, ինչպես ինքն է ասում, ծառայությունը շարունակել այնտեղ։ Իսկ Տեր Սարգիսը սպասում է վանք մտնելու իր հերթին, խորանը կոծեն ու կմատուցեն պատարագ, օրհնված պսակադրություններ ու մկրտություններ կանեն։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իշխանությանը քննադատելը պատժվում է ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ակադեմիական միջավայրում։ Օրինակ, դասախոսին կարող են հեռացնել համալսարանից գրատախտակին գրած բառի համար։ Ստացվում է, համալսարանից հեռացնում են նրանց, ովքեր փորձում են ուսանողներին բացատրել երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Խոսքի ազատության մասին Երևանի պետական համալսարանում դասապրոցեսի ժամանակ գործածված բառը ճակատագրական եղավ դասախոսի կարիերայի համար։ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի արդեն նախկին դասախոս Սահակ Մանուկյանը պնդում է, իրեն համալսարանից հեռացրել են ՔՊԱ-ական падգամավորի պահանջով։ Հետաքրքիր գիտեք որն է, որ ամբողջ կուրսը հասկանում այնպես, ինչպես որ պիտի հասկանա, եւ միակ երեխան, երեսփոխանուհու երեխան չի հասկանում այնպես, ինչպես որ պիտի հասկանար։ Ոչ ոք բացի իրենից դժգոհություն չունեն, ընդհակառակը։ Ոգևորված շատ հարցեր էին տալիս, հետաքրքիր էր իրենց բավականին։ Մանուկյանն ասում է, գրատախտակին 2 բառ է գրել, որոնցով ցանկացել է ուսանողներին բացատրել վիրավորանքի ու զրպարտության տարբերությունը։ Բառերից մեկը դուր չի եկել Արուսյակ Մանավազյանի դստերն ու հենց падգամավորին։ Ուսանողը առանց ինձանից թույլտվություն հարցնելու նախ նկարում է ինձ, իրեն պահելով պապարացի պես։ Փաստորեն դասախոսությունը տեսանկարահանում է ընթացքում։ Ես չեմ կարող ասել տեսանկարահանում եղել է, ինձ ցույց են տվել ինչ որ մի, այո, գաղտնի եղել է, որովհետև ինձանից նա թույլտվություն չի ստացել, որպեսզի ինձ նկարի։ Մանավազյանը հերքում է Մանուկյանի հայտարարությունը։ Պատգամավորը Մանուկյանին հորդորում է հարաբերությունները պարզել իր գործատուի հետ։ Ես ինչ կապ ունեմ իր հեռացման հետ, դա ինձ համար անակնկալ է, ուզում եմ հասկանամ ինչ է նշանակում, եթե որևէ պաշտոնատար անձի երեխա սովորում է դպրոցում կամ բուհում եւ իր հետ կապված աշխատանքային խնդիրներ կամ փոխհարաբերություններ այնպես չի գնում, ուրեմն մեղավորությունը այդ երեխայի ծնողն է կամ այդ երեխան։ Երևանի պետական համալսարանն էլ իր հերթին վստահեցնում է, դասախոսը հեռացվել է ոչ թե քաղաքական, այլ էթիկայի խախտումների պատճառով։ Սահակ Մանուկյանը հեռացվել է համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից եւ նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար։ Մանուկյանը սակայն տարակուսում է, եթե մի քանի անգամ խախտել է էթիկան, ապա ինչու երբեք իրենից բացատրագիր չեն պահանջել։ ԵՊՀ-ում առաջին անգամ չէ, որ դասախոս են հեռացնում աշխատանքից։ Նախորդ տարի ընդդիմադիր քաղաքական գործունեության համար հեռացվել են քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը, իսկ քաղաքագետ Խաչիկ Գալստյանի դասաժամերը կրճատվել են, հասնելով մինիմումի։ Չնայած ԵՊՀ-ի պնդումներին, որ հեռացումները քաղաքական ենթատեքստ չեն ունեցել, դասախոսները վստահ են, դրանք իշխանական ճնշումների հետևանք էին։ Հիմա էլ Մենուա Սողոմոնյանը վստահ է, դեռ ավելի զարհուրելի միջադեպեր են լինելու։ Պատճառն ըստ մասնագետի համալսարանականների լռությունն է։ Ցավոք սրտի համալսարանական միջավայրը կոշտ արձագանք չի տալիս այս ամենին։ Պատասխան չեն պահանջում ռեկտորից, ռեկտորատից։ Եվ այսպես գնալով չափանիշները խստանալու են։ Եթե անցած տարի օրինակ ինձ Աբրահամ Գասպարյանին ազատեցին, Խաչիկ Գալստյանին տարաբեռնվածությունը Գալստյանի էապես կրճատեցին այն հանգամանքով պայմանավորված, որ մենք քաղաքական հայացքները մեր արտահայտում ենք բացահայտ եւ անկաշկանդ եւ բացի դրանից նաեւ քաղաքական գործունեությամբ զբաղվում ենք, ապա Սահակ Մանուկյանի դեպքը շատ ավելի խիստ էր մոտեցումը։ Հեռացումների այս ալիքի ֆոնին Երևանի պետական համալսարանից անցած տարի հեռացրին նաև քաղաքագետ Աբրահամ Գասպարյանին, ով դեռ ասպիրանտուրայում դասավանդում էր համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, քաղաքագիտության ամբիոնում, արևելագիտության եւ լրագրության ֆակուլտետներում։ Իսկ Սահակ Մանուկյանն այժմ մտադիր է իր իրավունքները պաշտպանել դատարանում, հույսով, որ կհաջողվի վերականգնել արդարությունը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Քաղաքական ճնշումները կարծես չունեն սահման Երևանից մինչև Բաքու։ Արդեն 2 տարի է Ադրբեջանի բանտում կեղծ դատում են մեր հայրենակիցներին։ Օրերս էլ իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանից հրաժարվելը Բաքվում նոր սկանդալ է ստեղծել։ Պարզվում է, նրա համար նոր փաստաբան է նշանակվել։ Նրա իրավական շահերը ներկայացնում է մարդ, որը փաստացի չի էլ կարող պաշտպան համարվել։ Բաքվի դատարանում Վարդանյանի պաշտպան կոչվածը ունի ընդամենը 5 տարվա մասնագիտական փորձ, իսկ սոցիալական էջերն էլ ողողված են հակահայկական հրապարակումներով։ Ադրբեջանցի Էմիլ Բաբիշովն է, Ռուբեն Վարդանյանի կեղծ փաստաբանը։ Կեղծ փաստաբանը կրթությունը ստացել է Ադրբեջանի միջազգային համալսարանում 2001 թվականին փաստաբանների պալատի անդամ է։ Ընդամենը 5 տարվա աշխատանքային փորձ ունի։ Երբևէ հայտնի չի եղել բարձր հրապարակայնություն ունեցող գործերով։ Բաբիշովը բնակվում է Խիրդալան քաղաքում։ Բաբիշովի Instagram-ի էջը ողողված է հայերի դեմ ատելության խոսքով։ Մենք ուղղակի ուսումնացույց տալիս, որ դա ֆարս է, որովհետև իրական գործընթաց այդտեղ չկա եւ ինքը չի ուզում դրան մասնակից լինել։ Օրեր առաջ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր միջազգային փաստաբանից։ Նա Բաքվից մեկնաբանել է որոշումը։ Ասում է, հարկադրված էր։ Միջազգային իրավունքի նորմերի, նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի։ Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորությունները սպառված են։ Մինչդեռ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե գործընթացն ընթանում է այսպես կոչված օրինական հիմքերով։ Բաքվում ադրբեջանցի փաստաբան է ունեցել արդեն դատապարտված Վագիվ Խաչատրյանը։ Նրա փաստաբանը դատավարության ժամանակ ասել է պաշտպանյալս մեղավոր չէ եւ վերջ։ Այդ ուժեղ պաշտպանության շնորհիվ գերեվարված Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Այսօր նույն սցենարը կրկնվում է։ Ռուբեն Վարդանյանը ստիպված է կանգնել այնպիսի պաշտպանության առաջ, որը ծառայում է ոչ թե արդարությանը, այլ Բաքվի քաղաքական պատվերին։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այժմի համար առանձնացրել էինք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում եւ Facebook-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։